Վերջին 3 տասնամյակում ՄԱԿ-ի զարգացման ծրագիրը եղել է Հայաստանի հուսալի գործընկերը, աջակցելով մեր երկրում իրականացվող ժողովրդավարական բարեփոխումներին։ Այս համագործակցության կարևոր շարունակությունն է նաև ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի վերջին 5 տարվա արդյունավետ գործընկերությունը, որի արդյունքներն ու ձեռքբերումներն ամփոփվեցին խորհրդարանում կայացած հանդիսավոր արարողության ընթացքում։ Շնորհավորական խոսքով հանդես եկավ ազգային ժողովի նախագահը Ալեն Սիմոնյանը նախնշեց, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համագործակցությունը մեծ նպաստ է բերել Հայաստանի ժողովրդավարական, տնտեսական եւ ինստիտուցիոնալ առաջընթացին, ապա հավելեց. Ես ուզում եմ անկեղծ շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, որովհետեւ այն ծրագիրը, որը մենք միասին իրականացնում ենք, ակնհայտ ամենաերևացող եւ ամենաերկարատևներից մեկն է։ Հույս ունեմ, որ ծրագիրը շարունակական կլինի, որովհետեւ իմ ընկալմամբ մենք կարողանում ենք միասին աշխատել, մենք կարողանում ենք համագործակցել։ Տեսանյութ, որը պատմում է ազգային ժողովի եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ նախաձեռնությունների մասին, մի քանի րոպեում ամփոփվեցին համագործակցության առավել նշանավոր պահերն ու իրադարձությունները։ Միջոցառման խորհրդանշական պահը հուշամեդալի հանձնումն էր ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այն շնորհեց մեր երկրում ՄԱԿ-ի զարգացման ծրագրին, ի նշան Հայաստանի Հանրապետությանն օժանդակելու արդյունավետ գործունեության։ Մեզ համար մեծ պատիվ է եղել Հայաստանի կողքին կանգնել վերջին 30 տարիների ընթացքում, տնտեսական անկումից բնական աղետներից մինչև կայունության վերականգնման բաղձալի ժամանակներ։ 5 տարվա մեր համագործակցությունն իրապես շոշափելի արդյունքներ է տվել։ Սա հնարավոր չէր լինի, եթե չլիներ Հայաստանի, Շվեդիայի, Նորվեգիայի, Կանադայի կառավարությունների սերտ գործակցությունը։ Շնորհավորական խոսքով հանդես եկան նաև մեր երկրում Շվեդիայի եւ Կանադայի դեսպանները։ Մենք ակտիվորեն փորձել ենք աջակցել Հայաստանի ժողովրդավարական հաստատություններին ուժեղացնելու հաշվետվողականության ուղղությամբ կարողությունները։ Շվեդիայի կառավարությունը վերահաստատում է իր շարունակական աջակցությունը Հայաստանի խորհրդարանին։ Հարգելի հյուրեր, շնորհակալություն եւ շնորհավոր։ Շատ ուրախ եմ այսօր այստեղ լինել ձեզ հետ։ This is a remarkable occasion. Շատ եմ կարևորում Հայաստանում ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին նպաստելու մեր համատեղ ջանքերը, ու թեև Կանադայի դերակատարությունը ավելի երիտասարդ է այս ոլորտում, այնուամենայնիվ Հայաստանում ժողովրդավարական գործընթացների համար սա շատ կարևոր գրավական է։ Մենք պատրաստ ենք ապագայում եւս մասնակիցը լինել այս կարևոր բարեփոխումներին։ Խորհրդանշական է, որ հոբելյանական այս միջոցառմանը մասնակցում են նաև Մատենադարանի ներկայացուցիչները, քանզի ազգային ժողով Մատենադարան համագործակցության արդյունքում եւ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցության շնորհիվ ծաղկելու արվեստ կրթական ծրագրի սաները ստեղծել են պատկերազարդ ալբոմ։ Շիրակաց ու թվաբանական խնդիրներ խորագրով ալբոմը ներկայացվեց ազգային ժողովում։ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ համատեղ նախաձեռնությունները նպաստում են խորհրդարանական ինստիտուտի բաց եւ թափանցիկ աշխատանքի մշակույթի ձևավորմանը, նշում է ազգային ժողովի նախագահի խորհրդականն ու հավելում. Մենք շատ բարձր ենք գնահատում միջազգային գործընկերների հետ մեր համագործակցությունը, հատկապես ՄԱԿ-ի զարգացման ծրագրի հետ աշխատանքը, եւ սրա առհավատչան այն է, որ մեր գործունեությունը տեսլականից վերածվել է հստակ գործողության եւ կարճաժամկետ ծրագրերը արդեն իսկ երկարատև համագործակցության հիմքեր ունեն, ինչի համար մենք շնորհակալ ենք նախ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աշխատակիցների կատարած աշխատանքների համար եւ հատուկ շնորհակալություն ազգային ժողովի նախագահ պարոն Ալեն Սիմոնյանին խորհրդարանում հստակ բարեփոխումներ իրականացնելու կամքի համար։ Այս համագործակցությունը մասն է շարունակական բարեփոխումների, որոնք ներառում են տարբեր ուղղություններ ու ոլորտներ։ Սրանք էլ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի խորհրդարանական ծրագրի համակարգողի խոսքերն են։ Ծրագիրը այս համագործակցության արդյունքում դառել է միջազգային հարթակում շատ ճանաչելի։ Մեզ կապում են տարբեր երկրների գործընկերներ, խոսելով այս ծրագրի մասին, դա ցույց է տալիս, որ արդեն Հայաստանից դուրս ենք նայած ճանաչելի դարձել որպես օրինակելի։ Միջոցառումն ամփոփվեց շնորհավորական խոսքերով ու նոր ծրագրերի իրականացման դրական սպասումներով։